Գալան, եթե կարողանանք նորմալ ներկայացնել։ Որ թողեն կգա։ Շորտ, ես նեղվում եմ ես մոտիկությունից միկրոֆոնը։ Ասեք նոր դուք ներկայացրեցիք, որ Սահմանադրական դատարանի դատավորին տեղակալների 46 միլիոն դրամ հավելավճարներ են, հա, տալու։ Մի քիչ կբացեք ինչի մասին է խոսքը։ Խոսքը օրենքով սահմանվող վարձատրության միջոցների, մասնավորապես այս դեպքում հավելման մասին է, այսինքն փոփոխվելու է, կարող եմ փաստացի ասել, ոչ թե դրույքաչափը, ինչու չենք փոփոխում դրույքաչափը, միանգամից որպես պատասխան ներկայացնեմ, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտը ամբողջությամբ փոփոխության կարիք ունի եւ դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության, ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։ Այսինքն հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչև այդ օրենքի ընդունումը կարող ենք համարել որպես միջանկյալ։ Տիկին Գալյան, ասենք ՍԴ նախագահը մինչև հիմա ինչքան գումար է ստացել, ինչքան Ես անկեղծ թվական տվյալներ չեմ ճշտի, բայց կարող եք հարցում անել, հարցմանի պատասխան Իսկ հիմա յուրաքանչյուրի աշխատավարձը ինչքան է ավելանալու, այդպես կարող եք ասել։ Այդպես էլ չեմ կարող ասել, որովհետև տարբեր դատավորներ տարբեր ստաժ ունեն, այսինքն մեկը մի քանի տարի, 3 տարի է ենթադրենք պաշտոնավարում, միջինը կրկին չեմ կարող ասել, ըստ տարիների գուցե 2-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների։ Տիկին Գալյան, սահմանադրական սահմանադրության կտրոնես կապված մենք էլ հարցնենք։ Անկախության հռչակագրի մասով ֆրակցիայի դիրքորոշումն է նաև այն ինչը որ իր դիրքորոշումն էր եւ ավելի վաղ հայտարարվել էր։ Հիմա դուք էլ ասել եք, որ տեքստը պատրաստ է, հանվել է փաստորեն, հա, հռչակագիրը։ Խորհրդում դեռ չենք քննարկել եւ ուրեմն պատասխանել ուղիղ ձեր հարցին չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք առաջարկենք խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ էլ տեղի կտանենք։ Տեքստը պատրաստ է, տեքստում հանված է թե ոչ։ Ցույց ենք տալու, ցույց ենք տվել։ Արդեն քննարկել ենք ոչ մեկ անգամ, քննարկել ենք տարբեր դրույթներ ենք, չէ, այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ Հանել եք անկախության։ Չէ, ներածությունը չի եղել, իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է։ Ինչու չի եղել։ Որովհետև դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ։ Իսկ ինչ է ասվել այդ մասին է խոսքը։ չի լինելու հենց այդպես է։ Ինչ է նշանակում ոնց եք թերի ներկայացրել։ Իսկ ինչու է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Կներեք, էլի, ես ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր իրավական հիմքն է պետության եւ մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը եւ մեր մտքերն ամփոփելուց հետո կորոշվի դրանք էլ են տեքստը պատրաստ է եւ ես խոստացել եի որ մարտ ամսին պատրաստ կլինի բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն ամեն դեպքում պետք է ներկայացնեք վարչության նիստում այդ մոտեցումներում կային հանգամանքով որ հնարավոր է պահպանվի նաեւ անկախության հռչակագիրը թե եթե Փաշինյանն ասել է ապա այս դեպքում փոփոխության ենթակա չէ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ խորհուրդը բոլորովին այլ մարմին է որտեղ վարչությունից որպես պատգամավոր ներկայացված է մեկ մարդ այս պահին եւ մնացածը ավելի մեծ մասը այսպես ասեմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են եւ ամեն մարդ պատասխանատու է իր որոշման համար եւ խորհրդում որոշումները ընդունվում են հենց այդ սկզբունքով Գալյանցիկ ներածության մեջ է հրապարակային դարձնելու
իրավական արգելանք գոյություն Ոչ, ոչ։ Ինչու մինչև հիմա հրապարակային չէ։ Պատրաստ չէ։ Տեսեք, եթե դուք ինձ նախ սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են, ձեզ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին։ Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ, եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները, եթե դրանք մտահոգություն էին, կարող էի հասկանալ, եթե օրինակ ժամկետ լիներ հանրաքվեի, մենք ասած լինեինք, այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնեինք տեքստի հրապարակումը, բայց սիրելիներ, հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին, ոչ, որովհետեւ օրենսդրական արգելք կա եւ այս մասին բազմիցս խոսել ենք։ Մենք կտանք հանրությանը, որովհետև դա մեր մեծագույն ցանկությունն է, բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն։ Այդքանը։ Քանի որ վարչապետը մի քանի առիթով արդեն ասել է, որ կառավարության դիրքորոշումը ըստ էության պետք է լինի այնպիսին, ինչպիսին, որ հայտարարվում է իր շուրթերով։ Սա արդյոք արդեն բավարար է համար, որ դուք գնալու եք։ Նախ կառավարության որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, բայց կա քաղաքականություն, տեսեք, կա քաղաքականություն, որի սպասարկմանը միտված է ամբողջ կառավարության ներուժը։ Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը։ Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը իրավական կարգավորումների համատեքստում եւ նաեւ առաջնորդը այդ նույն համատեքստում։ Եվ ուրեմն կարող եք եզրահանգել, որ այն ինչ ասվում է վարչապետի կողմից, մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն։ Ես կրկնում եմ, մենք բոլորս իրականացնում ենք մի քաղաքականություն, մենք տարբեր մարդիկ ենք, որոնք եկել են, զբաղեցրել են պաշտոն եւ սպասարկում են քաղաքական ուղղություն։ Սա նշանակում է Սա նշանակում է Ես պարզ չեմ խոսում։ Մենք հրապարակելու ենք տեքստը հրապարակելիս ակնհայտ կլինի, ինչ դրույթներ են տեքստում շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլևս տեքստում։ Իսկ ասենք դեռ կա։ Ինչ այս պահին դեռ կա։ Այս պահին սիրելիներ, նախագիծը օրենսդրական երբ է հասանելի դառնում հանրությանը, երբ որ օրինակ տեղադրվում է e-draft հրապարակային քննարկումների կայքում, չէ՞, մինչև e-draft-ում տեղադրվելը, այդ նախագիծը բազմաթիվ քննարկումների շղթաներով է անցնում, եւ ես հասկանում եմ զգայունությունը հարցի, սահմանադրության մասին ենք խոսում, բայց այլ իրավական ակտերի մասով ամենայն հարգանքով դուք չեք իմանում, չէ՞, նախորդիվ մինչև հրապարակվելը ինչ է քննարկվել։ Ես ձեզ ասում եմ, խնդրում եմ, Սահմանադրությունը եւս իրավական ակտ է, սպասեք, բոլոր օրենքները նորմատիվային, բոլորին վերաբերող են։ Բայց խնդրում եմ սպասեք, երբ որ հրապարակվի, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Մենք ամեն ինչ անում ենք, տեսեք, մենք ամեն ինչ անում ենք ու շատ ինտենսիվ ենք աշխատում, որպեսզի հրապարակումներ լինի օր առաջ։ Ես կարծում եմ, որ կհրապարակվի սահմանադրության տեքստը մինչև ընտրություն։ Ներկայացնեք արդեն հռչակագրի հետ կապված ձեր այսինքն տեքստը պետք է ունենա հռչակագրի մասը հանել թե չհանել ամեն դեպքում մի բան ասեմ էլի խորհուրդը իր կարծիքն է հայտնելու ինչպես իր կարծիքը դա ինչ որ ազդեցություններ ընդհանրակարգն է ուզում ասել քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը եւ կառավարությունը եւ ուրեմն պատասխանատուն որոշումների կայացման կառավարությունն է եւ ինչպես կառավարությունը որոշի, այդպես էլ կհրապարակվի։ Խորհրդի քվեարկությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում, բայց ես կրկնում եմ, որ նույնիսկ ես չեմ
առաջնորդվում այն տեսլականով կամ սցենարով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթին, բայց դա մի հարթակ է։ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Պարզ կարող եք մի հատ ասել, հիմա ձեր աշխատանքային քննարկման ժամանակ ներածության մեջ դուրս է, չգիտեմ, անկախության հռչակագիրը հանված է թե ոչ։ Ես որևէ պարտականություն չունեմ ասելու, թե ներքին, չէ, ձեզ այս պահին չունեմ պարտականություն ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում, բայց ունենք պարտականություն լինելու բաց այն պահից սկսած, երբ որ տեքստը կլինի պատրաստ։ Մենք պետք է սեղանին դնենք, չէ՞, ինչ որ նյութ, որը կքննարկենք։ Այո, մարտին պատրաստ է, ամեն ինչ կանենք։ Պատկերացումներ կան ձեր քննարկումների ընթացքում։ Ինչ Հանրաքվեի ժամկետի մասին, չէ, դա էլ չենք քննարկել դեռ։